Տիկինսորա, ես քանի որ մեր հայ հասարակությունը տեղյակ չի ինչա կատարվում Գլենդելում, մասնավորապես Դաշնակցության արևմտյան կենտրոնական կոմիտեի Ես հիմա գտացի սայթից վրա այդ մասին։ Ես չեմ գիտեր ճշգրիտ ինչ է։ Մի քանի հարցեր եմ ուզում պարզաբանել, որովհետև դուք մոտ եք կանգնած հորիզոն հեռուստացանին։ Չէ, հետ չեմ գիտեր։ Հետ էլ մանու գինա դեսացին։ Հետ չեմ գիտեր անցած ինչ է։ Ես հիմա ասեմ ինչ է պատճառը։ Արա Ղազարյանը, որը աշխատում էր Դաշնակցության հեռուստակայանում, այդ տղան որ ռեկլամներ է խոսում, հանդիպումներ էր անցկացնում, Արա Ղազարյան։ Երևանից եկած 10 տարիից ավելի Լոս Անջելեսում հաստատված ճարպիկ գրական հայերենով խոսող եւ commercial ամբողջ գովազդների ձեռքը վերցրած մի անձնավորություն է, որը այս կամ այն հեռուստատեսության մեջ ընդունված անձ է, որպես ճարպիկ խոսացող։ Արա Ղազարյանը ամեն ինչ մեկնաբանում է, եւ երաժշտություն, եւ արվեստ, եւ գիտություն։ Ստեփան, Արան տղան է, որ միասերականի մոդել է, այդ տղան է արդյոք, որ հիմա ինքը ուրիշ հաղորդումը գվարե գոր գնսի ինչպես դառնաս միլիոնադերի այդ տղան ալ գողքին անանք, ադե արդյոք Արա Ղազարյանը ստացը։ Չեն ուրիշ մեկն ես չեմ գիտեր։ Խառնում ես բանի հետ։ Չէ, ուրիշ մեկը լավի է։ Ադիտասական չէ, հաղորդաբար է հորիզոնի մեջ։ Ստեփան, սայնըց կնաս։ Սայնըց լսվում է, ուր։ Ստեփան, սայնըց կնաս։ Հիմա լսվում է։ Չէ, չի լսվի, որ Ստեփան, սայնըց կնաս։ Բա ոնց ես իմանում, որ ես ասում եմ հիմա լսվում։ Չէ, չլար, գոթեմ հասկնար։ Գամ Կոցեմ ես պանամ։ Կեցի։ Գամալ ես ծունված, Ստեփան, չի հասկացիր գոր։ Հիմա ձայնս։ Չէ, չլար գոր, գդրդի գոր սայնըց։ Ալո։ Չէ, չեղավ։ Լավ է։ Պետքա զանգը կրկնել, ես միացնեմ նորից կլնդել։ Դու լսում ես, խոսակցությունը գրավում է, որպեսզի լայն հասարակությանը Семечки будешь? Вкусно. Nein, der geht спокойно. Նորից զանգում է, դուք ձեր միկրոֆոնը անջատեք, ով որ գծի վրա է, Ստեփան։ Այո, Ստեփան։ Այո, Սոնա։ Եղավ հիմա։ Հիմա լավ է, չէ՞ ձայնս։ Այո։ Ես ուզում եի իմանայի Գլենդելում փակված Դաշնակցության հորիզոն հեռուստակայանը ինչ բնակչության որ մասներ նայում, բոլորը նայում էին, թե թանկարժեք էր դրան նայելը։ Նայ, եթե ես ինձ համար հարցնես, առաջ, երբ որ հորիզոնն էր, օքեյ էր, որով ասկային հաղորդումներ տաներ գուդար, մանավանդ երկիր մեդիային երբ միացավ, բայց հիմա պամեջերից չեմ կտեր նայելի իրականության մեջ, ոչալ ես ընդհանրապես այսին բոլոր գայաններու վրացը 2-3 հաղորդում գա որ զիսկ է դա կրտե շաբթվա մեջ այդ 2-3 հաղորդում է որ դիտեմ անիմաստ է բոլոր գայաններն ալ ինձ համար գա ու չկա նույնն է ես դա կրկրված չեմ առաջ հորիզոնի վրա որ երկիր մեդիային բաներ գուդար լավ էր բայց հիմա ինչ գիտեմ ինձ համար հետաքրքրական չէ Կարող է երկիր մեդիան էլ չի աշխատել հիմա վերջի ամիսներին հիմա չէ վերջի ամիսներին չաշխատել նույնիսկ սերիալներ կան գորատով ինչ գիտեմ ուրիշ մեգուն անցներ էին բայց հետաքրքիր չի ինչու հանկարծ երկիր մեդիան իր հաղորդումները դադարեցրեց տալ Լոս Անջելեսի Դաշնակցության հորիզոն կայանին ինչու
Չէ որ հորիզոնը ուրիշ գայանի կասեն ծախած էր ինքը վարձուդված ծախած չէ՞ ասեմ բաներ եղավ ժամանակը ուրիշ մեկում ծեր կանցեր էր ինքը ժամ վերցրել էր վրան մի երկու ժամ միանին հորիզոնը ինքը ուրիշի ծեր կներ Այդպես է գազդեմ Ստեփան ես մանրամասնություն եմ ես հարցնում օքեյ Որովհետև դու կուրս բանի մեջ ես, ընթացքի մեջ հասկանում ես ամեն ինչ։ Երևանում, Հայաստանի մեջ, սկսվել էր նախագահական ընտրությունները։ Դաշնակցությունը դուրս եկավ նախագահական թեկնածու դնելու կարգից։ Տեղյակ ես այդ մասին։ Դաշնակցությունը թեկնածություն չի դրել նախագահական ընտրությունների։ Հա։ Չէ՞ դրած մեգուն ալգողքին գեցեր է։ Ինչպես։ Ինքը չէ՞ դրած մեգուն ալգողքին դրած է մեգուն ուրիշ մեկ տեխնազիմը։ Ոչ մեկին։ Ոչ մեկ։ Հա։ Ոչ մեկին։ Եվ դա ես լրատվությունը կարդացի, որ հետևյալ պատճառով դաշնակցության ղեկավարները Երևանի մեջ գնացին եւ հանդիպեցին Արամ կաթողիկոսին Կիլիկիայի։ Եվ Արամ կաթողիկոսին, որ միշտ քննադատվում էր, ասենք, իրար ներողություն, Արամ կաթողիկոսը չէ, Սերժ Սարգսյանը գնաց Կիլիկիա եւ հանդիպեց Արամ կաթողիկոսին, ոչ թե ղեկավարին։ Սերժ Սարգսյանը, որ հանդիպեց, այդտեղ մութ գործեր տեղի ունեցան։ Պարզապես Արամ կաթողիկոսը գիտեք, որ Կիլիկիո թեմը դաշնակցության եկեղեցական թեմն է։ Դե գիտեք, չէ՞։ Եվ ինչ եղավ, ինչ չեղավ, Արամ կաթողիկոսը պարգևատրեց Սերժ Սարգսյանին, որը մինչ այդ քննադատում էր երկիրը թալանելու, նրա հորետո բանը գիտես, չէ՞, այսպես չի պիտի ըլլա ասելով ամենտեղ եւ արտագաղթներ անում, կարճ ասած քննադատում էր իշխանությունների։ Հանկարծ մեդալ տվեց, շքանշան տվեց Սերժին։ Դրանից հետո եւ Սերժը վերադարձավ, որպեսզի նախագահական ընտրություններ գնա։ Պետք է եզրակացնել, որ Երևանում Հայաստանի Դաշնակցությունը դուրս հանեց իր բոլոր տեխնացությունները, այսինքն Արամ կաթողիկոսի ազդեցությունը ինչ որ ձևով պետքա որ զգացվեր։ Դաշնակցությունը էլ դու չխաղաց, այդքան տարիներ կուսակցությունը գնում է երկիրը վերցնելու, սոցիալական բարեփոխումներ անցկացնելու, լիբերալ բուրժուազիայի ախորժակը թալանչիական կտրելու եւ ժողովրդին պահելու կուսակցությունը հանկարծ դուրս եկավ ընտրապայքարից։ Այսինքն այս ամբողջ պատմությունը սկսվեց նրանից, որ երկիր մեդիան, որը ձեզ տալիս էր եւ պատրաստ էր դաշնակցության տեխնատությունը Երևանի մեջ պաշտպանելու, որովհետեւ դա հույս էր, չէ՞, ժողովրդին, այս նեղ դրությունից դուրս գալու։ Վերջը դաշնակցությունը սոցիալիստական, ժողովրդավարական, ընկերվարական միակ կուսակցությունն է եղել հայ պատմության մեջ, որը ձգտել է հավասարության, արդարության, աշխատանքի։ Այդպես է թե այդպես չի։ Այո, եւ ազգայնացության։ Ով ազգայնացել է մեր կողը, կտասեմ մեր կմներ։ Ազգայնական կա, որը որ ժողովրդին տանում է ավանտյուրայի, ֆաշիստականության, զավթելու պատերազմների, դաշնակցության կանոնադրի մեջ գրած է, որ ինքը ծնվել է, որպեսզի բավարարի հայ ժողովրդի կարիքները, աշխատավոր ժողովրդի, աշխատավոր։ Հիմա Հայաստանը կարիք ուներ դաշնակցության գաղափարախոսության վերջին նախագահական ընտրությունների։ Դաշնակցությունը ինչի հանեց իր մասնակցությունը եւ նրա փոխարեն լցվել են ժառանգությունը, որը ինչ կուսակցություն է, մի մարդով կուսակցություն է, ոչ ծրագիր ունի, ոչ պատմություն ունի, ոչ բան։ Ռաֆի Հովհաննեսյանն է, Պարույր Հայրիկյանը ինչ կուսակցություն է, մարդ չկա կողքը։ Այն կուսակցությունը ԱԻՆ-ի անվան տակ, երբ որ նա հավաքեց, բոլորը փախան այդ մարդուց։
Հիմա էլ ինքնասպանության փորձ է, ինքնասպանությունը մահափորձ է ինչ է կատարել։ Ասում եմ մեջտեղ է եկել, ինտերվյուներ է տալիս Յորղանի տակից, ոնց որ ասում են, չի էլ բացում մարմինը, տեսնեք վերքը որ մասն է։ Լավ, երկուս։ Երրորդը Բագրատյանն է, որը երգիրը քանդելու մրցանակ պետք է ստանա շուտով, այն տարիների մեջ 20 տարի։ Դաշնակցությունը, ասենք Ռոբերտ Քոչարյանը արանքից ծլկեց փախավ, կարիք չունի, բան խառնվելու, տենց ասեց փախավ։ Դաշնակցությունն է ամբողջ ժողովրդի հույսը, դաշնակցությունը չկա։ Հիմա դու չես կլագոր, ճակատագրական բաղուն ինք գվերանագոր, իրապես ադանք կլագոր։ Դաշնակցությունը վերանում է, բայց այնպես է վերանում, որ դաշնակցականները հանկարծ ցավ չզգան։ Չէ որ մեջը կան մարդիկ, որոնք գաղափար են կրում տասնյակ տարիներ։ Դրանք գիտակից մարդիկ են, գիտեն, որ հայ ժողովրդին պետք է հավասարություն, իրար նկատմամբ, մեկը չլի շատ աղքատեն, մյուսը լինի միլիարդատեր։ Էսի դաշնակցության գաղափարին դեմ է, ուրեմն ինքը պիտի ինչ անի, պիտի պայքարի։ Ինքը պայքարի ելավ ինչի դեմ, շահագործման դեմ ելավ, չէ, Սուլտան Համիդին, ինչու, որովհետև շահագործում էր հայ ժողովրդին, հիմա Սուլտան Համիդը չի, Սերժ Համիդն է, այո, ճիշտ է, ինքը շահագործում ելավ պայքարի, ոչ թե հայ շահագործող լինի, թե թուրք շահագործող լինի, խնդիրը աշխատավորին պահելն էր, կերակրելը, նրանց զարգացնելը, որը տվյալ դեպքում հայ ժողովրդի կարիքներն էին, որովհետև Թուրքիայում նրանք առավել ևս նրա կարիք ունեին, ճիշտ է։ Ինչ պատահեց դաշնակցությանը, որ դավաճանեց ժողովրդին, ինչ պատահեց։ Չեմ չէ, նախ բարակում եղավ իրենց մեջ, դուրսը ներսը դաշնակցությունը բարակված է կարծես, ես ալ այսպես կսկամ։ Այո, արևմտյան թեմի դաշնակցությունը բարակտված է, արևմտյան թեմի դաշնակցությունը Ամերիկայի, բարակտված է հայաստանյան դաշնակցությունից։ Այո, իրենք թոքեն կնեն, դուրսիներում շատ ագանցեն կաֆեր։ Ճիշտ է, հիմա տես Տիկին Սոնյա ինչ է խոսակցությունս, արևմտյան թեմի դաշնակցությունը, որը Լոս Անջելեսում է գտնվում, սրանք վերջի անկարող, մաքուր, հալածված դաշնակցականներն են այս պահին։ Նրանց հետ չի ոչ արևելյան թեմը, ոչ հայաստանյան դաշնակցությունը, ոչ էլ հասարակական կարծիքը։ Նրանք պառակտվեցին Հայաստանի դաշնակներից, որովհետև դաշնակները թեկնածու չդրեցին նախագահը։ Եթե քաղաքական, գիտես ինչ, քաղաքական գուսակցությունը եղավ, փողական գուսակցությունը, ինչու Ամերիկա քաղաքական անց չի պատրաստիր եւ ինքը ցանց չունենար։ Օրինակ հիմա անդրությունները դիտիլա, ինքը տեխնատուրին ինչու չունենա։ Միշտ այդպես եղած է։ Ես ալիմ խելքը չասնած բաներում։ Ամարդոն եկավ լանցի Ստեփան։ Չեմ քիրեր դիչարնագես խոսակցությունը թե բանն ենք։ Հիմա ասա թող մի 5-10 րոպե լանչա։ Քեզ դուրս ինչպես։ Մի 5-10 րոպե ես խոսակցությունը բարեմ քու հետ եւ հետո կանջատվես։ Եթե կուզի ինքն էլ թող միանա։ Հա, Ստեփան, մեկ հատ ես Մարդոյին գուզես դամ, ես ճաշ որ մեծ բան գնեմ, Արդագը 3 ավելի տեղյակ։ Արդագը 3 գիշեր 8 ժամուն հասավ Արդագը 3 գիշեր, ժամ 1 էր հասավ։ Հիմա Արդագը հոսի, ես Մարդոյին դամ մեկ հատ հոսի, այս պահերին։ Հալո։ Ողջույն։ Ողջույն։ Ողջույն, օրհնյալ ասма օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մարդո։ Այո։ Մի քանի հարց կա, որովհետև Արա Ղազարյան Հայաստանից տարիներ առաջ ժամանած
Պարույր Հայրիկյանի ասած սովետական չեքիստը, որը թափանցել էր հորիզոն հեռուստակայանի մեջ, այսինքն Լոս Անջելեսի լրատվական հեռուստաժամերի մեջ, կարողացավ մենակը հորիզոն Դաշնակցության արևմտյան թեմի հորիզոն հեռուստակայանը փակել։ Ես ուզում եմ հարցնեմ քեզ։ Այդ մի մարդը ինչպես կարողացավ չարտեր հեռուստա communication-ի company-ի հետ պայմանագիր կնքել մի մարդը, որ ինքը New Wave հեռուստակայանն է բացում եւ հորիզոնի պայմանագիրը չեղյալ հայտարարվի Charter Communication-ի հետ։ Աս վերջին լուրերուն համացայն խոսիս կոր։ Վերջին լուրերի հենց նոր։ Այսօր 4-ն է փետրվարի 2013 թիվ։ Այո։ Ուրեմն ինչ որ հստակ է, այսինքն որոշ չափով հորիզոնը երևի վերջերս չէ որ փանրած էր գրճադած էր իր բոլոր պրոգրամները մեկ-երկու ժամ ցկած էր միայն եւ մնացած ժամերը subcontractor ուրիշի դված էր ում էր տված ովքեր էին այդ ուրիշները ինչ գիտեմ սևայ է ինչ է այդպես բանը ես հիմա չեմ ճանաչնար ով որ հանձնարարած էր այդ մնացյալ ժամերը ինքը գվճարեր հորիզոնին եւ հիմա որ ժամանակը բիլի վերջանա չարտերը չուզեր որ փանանել որտեղ թուն արդեն լսե որ փան subcontract ուրիշի փան ուտասկոր այսինքն բայց եթե կանոնադրության մեջ գրված է պայմանագրի մեջ որ հորիզոնը subcontract կարող է տա ցանկացած հաղորդավարի հրավիրելով ինքը վարձը մինակ պիտի տա ըստ պայմանագրի իսկ թե ինքը ինչ կանի այդ չի հետաքրքրում communication-ին եթե հանկարծ այդպես լինի նշանակում է որ նա ճնշում է գործադրում ազատ խոսքի եւ դա չի կարելի չեմ կարծել ազատ խոսքի հարց չէ no communication-ը իրավունք չունի վարձակալական օրենքը խախտել վարձը վերցրել է ինքն է տերը արդեն հորիզոնը եւ պայմանագրի մեջ գրած է միայն եթե հորիզոնը նոր պայմանագիր կնքելու ժամանակ հրաժարվի վերանորոգել չարտերի հետ իր պայմանագիրը ասենք 5 տարով 10 տարով այդ դեպքում միայն չարտերը իրավունք ունի մեկ ուրիշի հետ պայմանագիր կնքել սա վարձակալական գլխավոր օրենքն է Միացյալ Նահանգներում նույնիսկ եթե տունը բիզնեսը վարձում ես եւ ժամկետը լրանում է նոր վարձակալ չի կարող հայտնվել հին վարձակալը անպայման պիտի երկարացնի եթե նա հրաժարվեց այսինքն վարձակալն է ազատվում այդ պայմանագրից պայմանագիրը մենք չենք գիտեր պայմանագիրը ինչպես գրված է պայմանագիրը տարբեր չեն այդ օրենքները Միացյալ Նահանգներում այսպես պայմանագրերը գախում ունի այդպես գախում մախում չկա հորիզոնը որը ծնվել է եւ առաջացել է բիզնես որը պայմանագիր ունի կայանի հետ նրա բիզնեսը զարգացել է պայմանագիրը լրացել է ինքը կարող է պայմանագիրը վերանորոգի եթե բիզնեսը իր մոտ առաջ է գնում հորիզոնը դաշնակցության կարող է ընդհատի եթե իր մոտ պայմանագիրը վատ է գնում եւ ինքը տակ է գնում հորիզոնը շարունակել է ուզում չարտերը իրավունք չունի ասի այնտեղ մեկ ուրիշը կա նրան եմ տալ ստեղ խախտում կա բայց տեսեք ինչն է զարգացնում նայեք տեսեք ինչ եմ ասում հիմա խախտումը գա անշուշտ է գա անգասկած հիմա նայեք քեզ տրամաբանությունը դիգա չեմ գիտեր որովհետև տեղյակ ես այդ գործից Հայաստանում գնում է նախագահական ընտրություններ
Սերժ Սարգսյանը Հայաստանյան Դաշնակցության ղեկավարներին հրավիրեց Կիլիկիա եւ Սերժ Սարգսյանը չէ, ներողություն էլի։ Կիլիկիան հրավիրեց Սերժ Սարգսյանին դեպի Արամ կաթողիկոսի հետ հանդիպում։ Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը պարգևատրվեց մշկանշանով։ Դրան հաջորդեց Դաշնակցության ղեկավարները մեկը մյուսի հետևից հրաժարվեցին նախագահական տեխնացու լինելու իրենց կարգավիճակից, որ այդքան տարիներ Հայաստանում աշխատում են, պայներ են անում, ժողովրդին իշտե հույս են տալիբան, հրաժարվեցին։ Դրան հաջորդեց հորիզոնի այս հարվածը։ Այո։ Այսինքն դու ամենից ես չեմ կարծել, որ Հայաստանի հետ կապված բան ասի։ Հիմա նայեք, Արա Ղազարյանը չի կարող կես միլիոնանոց, առաջ կես միլիոն էր տալի հորիզոնը, տարեկան չարտերին։ Արա Ղազարյանը ոնց կարող է պայմանագիր կնքի այդ մեծ գումարով։ Նշանակում է Արա Ղազարյանը որպես ներկայացուցիչ Հայաստանյան այսօրվա իշխանությունների հարվածել է հորիզոնին, դուրս մղելով, որպեսզի նրա տեղը բռնի ամբողջ պրոպագանդայի դաշտը US Armenian եւ Շանթը։ Որ իրենց գիտնալիքն է Ստեփանի ման շատ մի մխրճվիրադրնեցում մեգերու շապադեն հայտնի գլա ինչ է պատմությունը։ Չէ, դու հիշում ես, որ նույն պատմությունը եղավ 15 տարի առաջ եւ Սաքի Մուրադյանը նույն չարտերի հետ պայմանագիր ուներ, որտեղ Սաքի Մուրադյանը հաղորդումներ էր տալիս հայ ժողովրդի համար եւ չարտերից գումար էր ստանում դրա համար, որտեղ զարգացնում էր չարտեր հեռուստատեսություն։ Հորիզոնը ինքը արավ սկսավ տրանդալ։ Ոչ, հորիզոնը մտավ այդ ժամանակ 15 տարի առաջ եւ չարտերին ասեց դու ես տալիս Սարգի Մուրադյանին գումար, ասեց այո, ասեց իմ հետ պայմանագիրը կնքի, ես քեզի դրամ կտամ։ Այո, այդպես եղավ։ Եվ այդ ժամանակ, քանի որ չարտերը խախտում էր Սաքի Մուրադյանի հետ պայմանագիրը միակողմանիորեն, հարցը դրվեց, որ հանրությունն այդպես պահանջում եւ գրադարանում Գլենդելի ժողով եղավ, որովհետեւ այդ պայմանագիրը միայն կքանդվեր, եթե հանրությունը մեջտեղ գար դատարանի մեջ, որ մենք չենք ուզում Սաքի Մուրադյանին, մենք ուզում ենք հորիզոնին, որպես լավ կայան, որպես կուսակցության կայան, որը մեզ ստանում է պայծառ ապագա։ Իսկ այս Սաքի Մուրադյանը մի անհատ է, որը ոչ մի բան չի կարող հաղորդի, անընդհատ Ցայնը կտրվավ, հիմա թե նոր պիտի կտրվի։ Հա, ցայնը կգդրվի, որ չի լցվի գլխան, Ստեփան։ Okay, Ստեփան, վերջի խոսին, որտեղ ես հիմա գործի եկամ։ Հա, եղավ, ստեսություն դες, մինչև նոր Okay, Ստեփան, վերջի խոսին, որտեղ գործի եկամ, ես ճաշի եղա։ Յալա, գիտեմ, ինչ սանտիվիր։ Եթե եկա կհանդիպեմ, եթե չէ, ուրեմն առայժմ։ Ուրեմն հարգելի Հայաստանի ժողովուրդ, դուք լսեցիք Գլենդելի բնակիչների խոսակցությունը, մոտավորապես ծանոթացաք, թե ինչ է կատարվում Լոս Անջելեսում, ամփոփ եմ։ 15 տարի առաջ նորից միջին արևելքից, մերձավոր արևելքից Լոս Անջելեսում գտնող Սաքի Մուրադյանը, որը նույնիսկ ֆիլմեր է հանել մի քանի հատ, հեռուստատեսության, այսպես ասած, սիրահար, բացել էր կայանը եւ աշխատում էր։ Չես ասի պայծառ որակով, որովհետեւ հաղորդավարներ են պետք, մեկնաբաններ պետք, մարդիկ են պետք, բայց ինքը մենակը եւ մի քանի հոգով տան։ Մինչեւ հիմա նա ունի այդ կայանը 18-ի մեջ, բայց արդեն ոչ թե քեյբլի մեջ է,
այլ օդի մեջ է, անտենայով են նրան մտնում, բայց նա ունի, կարծեմ US Armenia-ի հետ մի կտոր ունի, որովհետև 18 իր կայանը 18.5 տվեց նրան, որը ինքը այդքան տարիներ վարձել էր, նրա հետ միասին պարտներ եղավ, գործարար մարդը, սա նախաձեռնեց, որպեսզի Լոս Անջելեսի հայությունը հիմնականում գլեդելու կենտրոնացված, իր հաղորդումները լսեն, հաղորդումները բիզնեսային էին, փող էր աշխատում մարդը, բայց միևնույն ժամանակ մշակույթ էր առաջ տանում, պատմություն, կարծես ասած ակտիվ էր պահում։ Charter Communication-ի հետ այդ պայմանագրի մեջ Սարգի Մուրադյանը մի պայման էր դրել որպես գործարար, քանի որ Charter-ը cable TV-ը վաճառում հայ բնակիչներին, ասեք $30, $40 ամեն ամիս վերցնում է, իսկ գլենդելի հայ բնակիչները ուրիշ կայանի կարիք չունեն, որտեղ լեզուն չեն հասկանում, բոլորը եկել են դրսից և իրենց հայկական կայանը պետք է, և հայկական կայանը աշխատում է Սաքիի շնորհիվ։ Մարդիկ հայերեն են լսում, տեսնում, խոսում և այլն։ Սարգի Մուրադյանը Charter-ին բացատրել էր, որ քանի որ դու հայերից գումար ես հավաքում, նրանց վաճառելով cable, նրանք լսում են մինակ հայերեն ինձ։ Հետևաբար, դու որ հավաքում ես, ես քեզ օգնում եմ, որ դու հավաքես, չէ՞։ Ասում է Charter-ը խելքը տեղն է, կայանը, Charter Communication-ն է սա, որը մի ժամեր ունի, հեռուստակայաններ ունի։ Դու ինձ պիտի փող տաս, որովհետև հայերը գալիս են ինձ լսելու, եթե ես չլինեմ, նրանք չեն առնի քու cable-ի գծերը։ Charter-ը ամերիկացի է, ասում է խելոք բան ես ասում, ճիշտ է։ Դե ասում է ուրեմն դու պետք է ինձ փող տաս։ Ասում է իսկապես, պայմանագիրը գրում են, որ Սարգի Մուրադյանը օրական ապահովելով այսքան ժամ հաղորդումներ, Charter-ից կստանա ամսական, ասենք $30,000 կամ $20,000։ Մարդը հայկական փողերը հավաքեց և նորից հայի եկավ, որը կսկսի մի բարեգործություն կատարել կամ իր առաջ կգնա։ Այսպես գնում էր։ Մեջտեղ եկավ Արևմտյան թեմի դաշնակցությունը, որը կազմակերպություն է, որը անդամներ ունի, սրահներ ունի, եկեղեցի ունի, վերջը, իր առաջնորդով, փառապանծ առաջնորդով, Կիլիկիո թեմը ունի, և այսպես, դաշնակցությունը 15 տարի առաջ ակտիվ խաղում է այս պրոցեսների մեջ։ Ընտրություններին է մասնակցում, Հայաստանում, այստեղ անում, Սենատում հարցեր է լուծում, ցեղասպանության վերաբերյալ, կարծես ասած հեռուստակայան է իրան պետք, չէ՞։ Եվ այստեղ դաշնակցությունը վիրավորված հավանաբար Արևմտյան թեմի Լոս Անջելեսի, որը Սարգի Մուրադյանը մենակ անձը եկել է Charter-ից հələ հերիք չի հաղորդումների վերցրել է, մի բան էլ փող է ստանում ամիսը։ Իսկ իրանք հարուստ կազմակերպություն են և հեռուստատեսություն չունեն, հորիզոնը մտավ վերցնելու այդ պրոցեսը։ Սարգի Մուրադյանի դուրս շպրտելու, բայց պայմանագիր կար, ինչպես պիտի անեի։ Եվ տեղի ունեցավ հանրային հանդիպում, որովհետև հարցը դրվեց, Charter-ը ասեց, ես պայմանագիրը չեմ կարող, եթե ինքը չընդհատի միակողմանիորեն, իսկ Սարգի Մուրադյանը ասում է, ես չեմ ընդհատի, ինչի պետք է ընդհատեմ, նա հավաքել էր իր շուրջը նաև լավ հաղորդավարներ, ստեղծել էին մի հատ corporation հաղորդավարների, Սարգին էլ իր կայանն էր դրել, և դրա դեմ դուրս եկած կուսակցությունը պայքարը վերջացավ նրանով, որ Գլենդելի հանրային գրադարանում տուր ու դմփոց եղավ, պրովոկացիա, դաշնակցության կողմից կազմակերպված։ Ոստիկանները եկան և ցրեցին։ Հետագայում
Սակի Մուրադյանը տեսնելով այդ վտանգավոր տերորիստական իրավիճակը, պարզապես ինքը հրաժարվեց։ Հորիզոնը առաջարկել էր Charter Communication-ին։ Ես փող կտամ քեզ։ Սակի Մուրադյանի հանի, եւ այդպես էլ եղավ։ Հորիզոնը սկսեց վճարել Charter-ին։ Ամիսը 40,000 էր, 50,000, մի տարում կես միլիոն վճարել դոլար, մոտավորապես եմ ասում, բայց վճարել։ Հիմա կայանին պետք է վճարես, պետքա ինչպես վճարես, պիտի մարդիկ քո ժամը հորիզոնը սկսեց ծախել, սրան նրան, ով որ ուզում է հորիզոնում ժամ վերցնի, թող փողը տա գնա ժամ վերցնի, որպեսզի վճարվելիք Charter-ի փողը գոնե մի մասը թեթևանա, մնացած ասենք լուրեր, կուսակցության եսի մինչեր բաներ, մի քանի հատ այդ կայանը չես լցնի ժամերդ։ Եվ առաջացավ այս երևույթը, սա ենթավարձակալություն, օրենքով, Charter-ը իր փողը ստանում է, Դաշնակցությունը բեռի տակ է, Սակի Մուրադյանը գնաց մի ուրիշ ժամ բացեց 18 հաճախականության վրա, միացավ նոր հոլիվուդյան գծերին եւ այլն, բայց հորիզոնը վերցրեց ամբողջ հայաշատ կենտրոնական մասերը եւ այսպես գնում էր եւ քաղաքականություն եւ ամենի մինչեւ հասավ 2012 թիվը, երբ որ հստակ երևաց որ հայաստանյան դաշնակցությունը արևմտյան թեմի դաշնակցության հետ հակասություններ ունի, որտեղ արևմտյան թեմը Լոս Անջելեսի թեմը, Ամերիկայի Միացյալ Նահանգների, ապրում է, շնչում է, հայրենիքը կառուցելու, խնդրում, իր շուրջը հավաքած, հայ, հավատացյալ, վստահելի, դաշնակցության անդամների երազներով, այդ երազը չի կարելի ընդհատել։ Եթե նրանք այսքան 100 տարիա չքնաղ հայրենիք կառուցելու նախադրյալներով են ապրել, այդ ճանապարհին ոչնչացրել են սուլթանական կայսրությունը, որպեսզի հայ ժողովրդին փրկեն շահագործումից ատելի Սուլթան Համիդի, արել են, միացել են թուրքերի կուսակցությանը, կործանել են միապետությունը թուրքական, արել են, հանուն ինչի, իրենց ասելով հանուն հայ ժողովրդի պայծառ ապագայի, եւ այդպես, ճանապարհին կերել են 96 թվին այդ գործում, մի հատ 300,000-անոց ցեղասպանություն արևմտյան Հայաստանի, դժբախտ դեպք, լավ չհասկացանք իրար, լավ, Սուլթանին գցելուց հետո երիտ թուրքերի հետ, որ ստեղծեցին դեմոկրատական Թուրքիա, 15 թվականին 1.5 միլիոն էլ կոտորվեցին դեմոկրատական Թուրքիայում, որտեղ սուլթան չկար, արել են, ինչի համար, հանուն հայ ժողովրդի պայծառ ապագայի համար, լավ, էդ էլ ընդունենք, 18-ից 20 թվականին ստեղծեցին Հայաստանի Հանրապետությունը, ստեղծեցին ով դաշնակցությունը, ով ճանաչեց ստեղծած հանրապետության իրավական ստատուսը որպես անկախ պետություն, Թուրքիայի Հանրապետությունը, հունիսի 4-ին 1918 թվականին, այս հանրապետություններ, որ ստեղծվեց, 2 տարի հետո ինչ վիճակի առաջացավ, պատմության մեջ չխորանանք, հանուն ինչի, հանուն հայ ժողովրդի պայծառ ապագայի, մխիթարություն ունեցանք փոքրիկ Հայաստան քարերի վրա, բնակչությունը հավաքվեց, սովետների ժամանակ դաշնակցությունը հակառակվեցին սովետներին, որոնք նույնպես սոցիալիստներ էին, բայց ոչ ազգայնական, հանուն ինչի սովետների հետ չեղբայրացան,
հանուն հայ ժողովրդի պայծառ ապագայի։ Լավ, նոր հանրապետություն եկավ, այս երրորդը 90-ական թվերին։ Անկախությունը եկավ Պարույր Հայրիկյանի արծվային թևերի վրա, թե չէր գալու, գիտես, եթե հանկարծ Պարույր Հայրիկյանը չներ, այսօրվա Հայաստանը պիտի կախված լիներ, ճիշտ ասած չգիտեն ինչից կախված պիտի լիներ, որովհետև բոլորը արդեն անկախացել են, ինքն է մնացել։ Նույն դրությունը 1918 թվականին էր։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր անկախությունը 18 թվականին, որովհետև անկախացել էր Ադրբեջանն ու Վրաստանը։ Ինքը ինչ պիտի անի, չգիտես։ Ինքը ինքնստիքյան անկախ է եւ լքված։ Թուրքիան ասեց անկախությունը հայտարարի, ես ընդունեմ 10,000 քառակուսի կիլոմետրի վրա։ Հետո սկսեք ձեր երջանիկ կյանքը կառուցել։ Արեցին հանուն հայ ժողովրդի պայծառ ապագայի։ Շարժվեցինք, եկանք մեր ժամանակները։ Բոլոր տեղերից ստեղծման օրից տեսնես հանուն հայ ժողովրդի եւ աշխատավորի պայծառ ապագայի է եղել էս ամենը։ Թշնամություն չկա, պայծառ ապագա։ Ճանապարհին, ասենք, ակսիդան է եղել, 2 միլիոն հայ ոչնչացվել է հանուն պայծառ ապագայի ճանապարհին։ Ինչ պիտի անես հիմա։ Մենք պատմության դատին կհանձնենք նրանց, որոնք պայծառ ապագայի ճանապարհին մեզ ջարդեցին։ Այս էլ նոր գործ է, հավերժական, թանգարաններ կստինենք, կոթողներ, եկեղեցիներ, բաներ, էսի ուրիշ գործ է, էսի արդեն ուրիշ եկամտաբեր գործ է ստացվում։ Բայց որ հավերժ պայծառ ապագայի ճանապարհին զոհվածների հիշատակը չի կորչի, դա կասկած չկա։ Հիմա մեր ժամանակներում 20 տարի երրորդ հանրապետությունը, երրորդ, կարծես ավտոմեքենայի մասին է խոսքը, ասում են երրորդ սկորոստը արդեն գցած, որից հետո պետք է զատնիքցվի, հետադարձ, որ նորից սկսվի այս ամենը, թե չէ պատին ենք խփում երրորդի տակ գնալուց։ Երրորդ հանրապետությունը բերել է պատին է խփում արդեն։ Հայաստանը պայծառ ապագայի ճանապարհին կորցրել է այնքան մարդ 100 տարվա մեջ։ Երրորդ հանրապետության ճարպիկ նախագաները ընդամենը 20 տարվա մեջ կորցրեցին 100 տարվա անցած ճանապարհի պայծառ ապագայի մարդկանց քանակություն։ Արտագաղթ, մահացություն, սով ու քաղց, փախուստ, մախուստ, ազատագրական պայքար։ Սա փաստեր են, չէ՞, հաշվարկներ են։ Լավ, բայց էլի գնում ենք պայծառ ապագայի։ Պայծառ ապագայի առաջամարտիկներն են, դրոշակակիրները, Հայաստանի Հանրապետական նժդեհական կուսակցությունը։ Դե թող նժդեն էթա բողոքի, որ իմ անունը աղավաղել են, իմ անունը օգտագործել են։ Հրաչ Քեշիշյանն մի հատ ֆիլմ է հանել, որ նժդեհի մուխը մարել է, ամբողջ ժողովուրդը իրար անցել։ Յանի հերիք չէր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատվազրկեց նժդեհին, այդ հերիք չէր։ Հիմա պետքա մի հատ ֆիլմով կնքել, որովհետև ելի խոսակցություն է, իսկ էսի նժդեհ շրեխկ։ Էս էլ եղավ։ Այսօրվա դրության մեջ Հայաստանը կանգնած է նախագահական ընտրությունների առաջ։ US Armenia TV-ն այսօրվա նախագահի ձեռքի տակ է։ Շենքը Էնսինոյում իր տնից Ալեքսանդր Սարգսյանի տնից 800 մետր է հեռու։ Մեր մոտիկ են բերել, որ հսկողությունը պահում։ Լավ, թողնի։ Տաշի տուշի մրցումներ, օքեյ։ Մահափորձի նկարագրություններ ճոխությամբ։ Շատ լավ։ Դաշնակցության արևմտյան թեմը, որ իր կորիզում ուներ հայրենասիրության վերջի սկահակը, որովհետև նրանք իրենց երազը վերջը չեն կորցրել, հույս ունեն, որ այսքան կորիզներից հետո Հայաստանը, հայ ժողովուրդը իրենց երազանքը ոտքի կկանգնի եւ պայծառ ապագան ձեռք կբերի։ Արդեն էլ չկա։
Հայաստանյան դաշնակցությունը, որը բյուրոից անջատվեց գերագույն մարմին ստեղծեց, կամաց դարձավ իշխանության կցորդը, չմնաց ընդդիմության մեջ, ընդդիմություն, որը պարտավոր էր պատմականորեն ինքը տանել առաջ, որովհետև լիբերալ բուրժուազիայի հետ ընկերվարական հայ հեղափոխական դաշնակցությունը ոչ մի եզր չունի, չի կարող լինել ազգային լիբերալ բուրժուազիա եւ ազգային սոցիալ ընկերվարական կուսակցություն իրար հետ, նույնիսկ եթե պարլամենտում նրանք մտնեն, նրանք հակառակորդներ են, ինչու, որովհետեւ դասակարգային պայքարում կամ կյանքում մեկը քաշում է դեպի շահագործելու կողմը, հարուստներ, որը տեսնում ես Հայաստանում, մյուսը դեպի աշխատավորը, բանվորներ, որոնք ստեղծում են ամեն ինչ, եւ այս երկու շահերի մեջ չի կարող դաշնակցությունը լիբերալ բուրժուազիայի հետ կոալիցիա կազմել, ընդդեմ ում կոալիցիա, ընդդեմ փողոցում վայրահաչող Լևոն Տեր-Պետրոսյանի ոհմակների սարքած, որը չունի նույնիսկ թե ուր է գնում ու ինչի է գնում, որը ծնվել է լիբերալ բուրժուազիան հիմնադրելով Հայաստանում, դեմոկրատացում եւ այլնի անվան տակ, թալանել է Հայաստանը, հիմա դարել է երանկյան մի գագաթ ու հանկարծ դաշնակցությունը միանում է բուրժուականի հետ, որովհետեւ Լևոնն էլ է բուրժուական, Սերժ Սարգսյանն էլ է բուրժուական, Լևոնն ու Սերժը իրար հետ նույն կառավարությունն են կազմել, դաշնակցությունը մի կերպ դուրս է եկել դրանից 95 թվականին հալածվելով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, ձևավորվելով որպես հայ ժողովրդի խիղճ ընդհանրապես ու հանկարծ դավաճանել է Հայաստանում, մտնելով կոալիցիայի մեջ իշխանությունների հետ, հանուն ազգայնական շահերի, այդպես բանալու, ազգայնական շահերը հանքավայրերի թալանն ու շահագործումն է, որ միացել ես դրանց։ Հիմա ծեծես այդ դաշնակցականներին, ինչ անես, ապտակես, ասես ձեր մեջ մի հատ մարդ չկա, որ այս բոլորը հասկացնի, որ Հայաստանում ինչ լինի չլինի, պատերազմ, խաղաղություն, ջրհեղեղ, մրհեղեղ, դուք այն կուսակցությունն եք, պիտի որը լինի աշխատավոր ժողովրդի կողքին, որը բարիք է ստեղծում, որից կախված ամբողջ երկրի ապագան։ Ձեր տեղը ոչ պարլամենտում է, ոչ ստադիոնում, ոչ սեփական բիզնեսների մեջ։ Ձեր տեղը հայ ժողովրդի մտքի, խղճի եւ հավատքի մեջ է։ Ուրեմն չկա այս բանը։ Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանում գնաց մերձացավ լիբերալ բուրժուազիայի շահագործողի հետ, ընկերացավ, աղջիկ տվին, փեսա դառան իրար հետ, բիզնեսներ բացեցին, շենքեր առան իրար հետ, բայց մեկի անունը հայ հեղափոխական դաշնակցությունը մյուսը։ Արևմտյան թեմը Ամերիկայի, ապրելով կապիտալիստական Ամերիկայի կենտրոնում, երազանքը միշտ աշխատավոր ժողովրդի հետ է, որին ինքը չի էլ տեսել, չի պատկերացնում։ Դրա անունը դրել է հայ ժողովուրդ, ուրախ ազատ անկախ Հայաստան։ Եվ սա երազ ֆանտազիայով ապրել է։ Դրա համար հակադրվեց հայաստանյան դաշնակցության հետ, որ դուք ես ինչ եք անում։ Դուք պիտի մնաք ժողովրդի հետ, դուք կոալիցիա չեք կարող կազմել։ Ժողովուրդը կարիք ունի ընդդիմադիր ազնիվ կուսակցության, բայց դուք դրա հետ չեք, հակասություն առաջացավ, եւ արևմտյան թեմը հիմա խխունջվել է, հավաքվել է իրար կողմ, մի տեսակ խեղճացած է, եւ ահա նոր հարված, իհարկե կազմակերպված Հայաստանի կողմից, որովհետեւ արևմտյան թեմը ինչ էլ ուզում է լինի, քանի քչանում է եւ հավաքվում է, դառնում է անձեռնամխելի եւ անկոտրում, որտեղ այդտեղ կա
աշխատավոր ժողովրդի շահերը կամ հայ ժողովրդի տառապյալ մասի շահերը պահպանելու գաղափարը ընկերակցության մեջ։ Նույնիսկ այն աստիճան, եթե հանկարծ ոչ մի ճար չլինի, նա կպահածոյացվի, այսինքն ոչ մի բան չստանա, կփակվի, բայց նա նորից կզարթնի, որտեղ հայ ժողովրդի աշխատավոր տեսակի շահերը մեկը պիտի պաշտպանի, չէ։ Պարույր Հայրիկյանը պիտի պաշտպանի աշխատավորի շահերը, թե ժառանգությունը պիտի պաշտպանի, թե կոմունիստական կուսակցությունը, որը չկա, որևէ մի խումբ մարդկանց պետք է հետաքրքրի հայ ժողովրդի ճակատագիր։ Եվ այսպես հայ ժողովուրդը գնաց եւ հիմա ավելի վատ է գնում, որովհետեւ չկա այն կուսակցությունը, որը համապատասխանում է, որը մեծամասնության շահերն է պաշտպանում։ Իսկ մեզ հայտնի է, որ մեծամասնությունը աշխատում քրտինքա թափում, փոքրամասնությունը ուտում է։ Ուրեմն մեծամասնությունը, որպեսզի փրկվի, պետք է այնքան փախչի Հայաստանից, որ այդ հարցը վերանա։ Ահա թե ինչի արտագաղթը ինչ է նշանակում, որտեղ հակասությունը կա, պաշտպանը չկա, պիտի փախչի։ Վերջացավ արևմտյան թեմը Ամերիկայի Միացյալ Նահանգների սրկվել է հորիզոնից եւ մի անհատ է այդ արել Արա Ղազարյանը, որը տարիներ առաջ հանկարծ հայտնվել է Լոս Անջելեսում։ Պարույր Հայրիկյանը կասեր սովետական շրջանի չեկիստներն են դրանք։ Հիմա գնա բարձիտես էդի ով է, որ այս պահին արևմտյան թեմի, դաշնակցության թեմ, հանկարծ հեռուստա զրկվում է։ Արդեն ոչ էլ խոսք ունի ասելու, չի էլ կարա ասի։ Շանթին եւ US Armenia-ին նոր ալիքն է միանում, 3 կայան է դառնում։ Դաշնակցությունը Հայաստանում ընտրությունների չի մասնակցում, Սերժ Սարգսյանը պարգևատրվում է Արամ կաթողիկոսի շքանշանով, առանց լսելու հայ հեղափոխական դաշնակցության արևմտյան թեմի կամ բյուրոյի, որ ես ինչ ես անում։ Այսինքն դուրս է գալիս, որ վերևներում արդեն ճահիճները կորկա են կապել արդեն, կարաս վրան քայլելով անցնես զգում ենք։ Դրությունը սա է, այսօր ամսու 4-ն է, փետրվար 2013-ի 14 օրից հետո այս ավանտյուրան կտեսնենք, թե ինչ ճյուղեր կտան։ Բայց գոնե պատմությունը իմացանք կապված հորիզոնի փակման հետ, թե ոնց կպայքարեն, հանրությունն են պայքարի հանում նորից։ Նայում ես Charter Communication-ի դռան մոտ հավաքվել են ծերունիներ մի քանի հատ, որոնց բերել է այդտեղ դաշնակցության հայ ծեր մանկապարտեզների բաները հաճախորդներին են բերել դեր։ Երիտասարդ կազմակերպություն չկա։ Չկա Լոս Անջելեսում այլ մեկ հասարակական կազմակերպություն։ Ոչինչ չկա։ Մենակ դաշնակցության բաստիոններ մլմլում, էլ չկա։ Ռամկավարները չկան, մնացածները չկան, սոցիալ-դեմոկրատներ չկան, հասկանում եք, 7-40-ն չենք իմանում երբ են տվել։ Հիմա մնացել է դաշնակցության արևմտյան թեմը, որ իր մեջ ամփոփում է այս բոլորը, բայց ինքն էլ որպես հայ աշխատավոր մարդ տեսնում է, չէ, ինչ է կատարվում Հայաստանում։ Ես նրա հուսահատության չափը չեմ կարող որոշել։ Ոչ էլ միտք ունեմ Ժան Քոսակյանին, հորիզոնի հիմնադիրներից էր։ Կանչեմ ասեմ ինչ է պատահել։ Այ Ժանո, ես ինչի ընկակ ես վիճակը։ Ձեզ ես զգուշացրեցի, չէ, 20 տարի առաջ, որ ձեր ճակատագիրը այսպես է լինելու։ Խոսեցի եւ ասեցի, ահա ձեր անցած ճամփան մինչեւ այստեղ եք վազելու, որովհետեւ դուք ճանապարհին իրավունք չունեք գիծը խախտել, ձեր հարցը միշտ մնում է շահագործվող, խեղճ հայի, դու հայն էլ գցեք մարդու
պաշտպան կանգնելը։ Իսկ դուք մեկ դառնում եք ծայրահեղ ազգայնական, մեկ ծայրահեղ սոցիալիստական, մեկ ծայրահեղ լիբերալ բուրժուազիա, հետո դառնում եք դեմոկրատ։ Այդպիսի բան չի լինում։ Եթե Քրիստոսը հանկարծ կեսից ասեր, էսի փակեք հələ, հիմա ամենալավը բուդդայականությունն է կամ մուսուլման։ Կստացվեց, չէր ստացվի։ Ուրեմն պետք է սպասենք, թե ինչ կլինի առաջիկա 10-20 օրում։ Ստեսյունպես մինչև նոր հանդիպում։